Ես շարունակում եմ իմ զրույցը Արտաշես Սարգսակի հետ, Միքայել Սրբազան Աջապահյանի եղբորորդու հետ, նա ևս Սուրբ 7 Վերք եկեղեցու սպասավոր է եւ ես պատկերացնում եմ դուք ինչ հոգեկան վիճակում էիք, երբ Կիրակի օրը ստիպված էիք չլինել պատարագի ժամին ձեր առաջնորդանիստ եկեղեցում, որովհետև դա նույնիսկ նկարագրելու բան չէ, բայց ես կուզեի մենք խոսենք դրա մասին։ Փաստորեն տեղի ունեցավ պատարագ եւ առաջին անգամ երևի երկար տարիների ընթացքում դուք չեք մասնակցել այդ պատարագին, բացի այն, որ ձեր հորեղբայրը չի մատուցել եւ դուք այնտեղ չեք եղել։ Արդեն 200 տարի մոտ ինչ եկեղեցին կառուցված է, այս առաջին անգամ եղավ այսպիսի բան, որ զանգերը չհնչեր, ժամերկություն չկատարվեր եւ կատարվեր ինչ-որ մի հարաբերություն, որը կատարողները անվանում են պատարագ, բայց որը ավելի շատ չաղոտելու մասին է, քան աղոտելու, որովհետեւ եթե պատարագի գլխավոր առանցքը եւ այսպես ասած շեշտը տրված է ինչ-որ անձանց համար չաղոտելու, չեմ էլ ասում վեհապար հայրապետի եւ թեմակալ առաջնորդի, նույնիսկ եթե պարզապես պարզ մարդկանց մասին է խոսքը, նույնիսկ պարզ մարդկանց մասին չաղոտելը արդեն դա քրիստոնեությունից ընդհանրապես դուրս է եւ կապ չունի քրիստոնեության հետ, ոչ մի կապ չունի, էլի։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն, հայր Իսկ Քրիստոս մեզ շատ հստակ սովորեցրել է նույնիսկ մեր թշնամիների համար աղոտել, չէ՞։ Ինչն է խնդիրը։ Ինչ են ուզում դրանով ասել։ Դրանով հասկանում եք քաղաքականությունը մտցնում են եկեղեցու մեջ, ինչը որ մերժելի է եւ դադարելի քաղաքականություն։ Ինչու որ մեղադրում են եկեղեցուն։ Այո, իրենք մեղադրում են, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, բայց իրականությունն այն է, որ իրենք եկեղեցու մեջ քաղաքականություն են սրսկում եւ այդ սրսկման հիմնական նպատակը եկեղեցին պառակտելն է, ինչը որ փառք Աստծո, Աստծո զորությամբ մեր Շիրակի թեմում չհաջողվեց եւ դրանից բնականաբար բանսարկում բավականին տխուր տրամադրություն ձեռք բերեց իմ կարծիքով։ Մի բան պետք է հաշվի առնենք, որ այդուամենայնիվ գրեթե բոլոր այդ պատարագներում հնչել է կաթողիկոսի անունը, այս պատարագում նույնիսկ հենց պատարագի կարգով այդ կանայք երգում էին, կատարում էին այդ հատվածը, տյառն հատվածը։ Եպիսկոպոսատետին մերո եւ պատվական հայրապետին, ամենայն հայոց տյառն կարեգին սրբազնագույն կաթողիկոսին եւ Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդին Միքայելի սրբազան արքեպիսկոպոսին Եվ Սրբազանի անունը տվեցին, եւ վեհապարի անունը տվեցին, կարծես թե իրենց մասնակցությամբ փոխեցին այդ պատարագի անօրինական լինելը, որքան էլ պատարագի չեկած մարդիկ դժգոհ էին, նայում էին որ կողմից է եւ այդ աղջիկները քաջություն ունեցան ինձնից առավել չփախչելու այդ տարածքից, մնալու եւ կատարելու այդ պատարագի հատվածը ինչպես քահանա։ Այո, Աստված գործում է իր հավատավոր զավակների միջոցով։ Ասեմ ձեզ, որ այդ ամեն ինչը բնավ պլանավորված չի եղել եւ մենք չենք էլ իմացել եւ ընդհանրապես ամենտեղ որտեղ վեհապար հայրապետի անունը շեշտվում է, առաջնորդի անունը շեշտվում է անհատների կողմից, այդ իրենց անձնական նախաձեռնությունն է, ինչը շատ գովելի է եւ շատ լավ է, որ մեր հավատավոր ժողովուրդը ինքնակազմակերպվելով, այսպես ասած, իր բողոքն է արտահայտում եւ իր վեհապար հայրապետի եւ իր առաջնորդների համար ցանկություն ունի աղոտելու եւ ունի նաեւ աղոտելու հենց այդ միջավայրում, որտեղ հրաժարվում են աղոտել։ Սա շատ գովելի է եւ այսպես մի լուսավոր կետ է մտցնում այդ ամեն խավար բաների մեջ, որոնք որ կատարվում են մեր օրերում։
Ես նաև ընդ հալածանքների ֆոնին, երբ որ նայում ենք, մենք տեսնում ենք, որ այս հալածանքները մեր եկեղեցին ավելի են զորացնում, մեր հոդի եւ հովի կապը ավելի են ամրացնում եւ հոդը ավելի սկսել է շատ սիրել եւ գնահատել իր հովիվներին, իր հոգեվոր հայրերին, տեսնելով իրենց նվիրվածությունը, իրենց ծառայությունը, իրենց հալածանքները։ Ձեզ մոտենում էին հավատավոր մարդիկ, գյումրեցիները, մոտեցան ձեզ, եկան ձեզ մոտ, ձեզ հետ խոսեցին արդյոք։ Շատ են մոտենում, ճիշտն ասած, շնորհակալություն են հայտնում, որ մեր հոգևորականները իրենց տեղում ամուր կանգնան եւ շատ հուզված են լինում, երբ որ մոտենում են։ Շատ ուրախ եմ ես իրականում, որ մեր հոդը, մեր հավատավոր զավակները այս ամեն ինչից ավելի դրական բաներ են քաղում եւ ավելի ամրանում է իրենց հավատքը եւ ավելի շատ են սկսում գնահատել ու հարգել իրենց հոգեվորականներին։ Իրականում ցանկացած վատ բանի մեջ էլ մանավանդ հալածանքների մեջ եկեղեցուն ուղղված միշտ Աստված գործում է եւ Աստված բարիք է ստեղծում։ Այս հալածանքներն էլ երևի պետք էին, որպեսզի եկեղեցին մաքրվեր իրապես, եւ մենք մեր ուժերով երբեք չենք կարող եկեղեցին մաքրել, եկեղեցին զուդել, ինչպես որ այս հալածանքներն եւ այս ամեն քաղաքական վայրիվերումներն են եկեղեցին, այսպես ասած, ֆիլտրում, բայց եկեղեցին միշտ սպասում է իր զավակներին եւ ես էլ որոշ մարդկանց ճանաչելով սպասում եմ ու ակնկալիք ունեմ, որ վերջի վերջո ինչ-որ մի պահ հետ կվերադառնան։ Բոլորի համար չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով կային այնտեղ մարդիկ, որոնք չպետք է գտնվեին այդտեղ։ Դա Աստված այդպես լինի, աղոթում ենք դրա համար։ Երևի ունեն ինչ-որ պատճառներ, երևի իրենք էլ գտնվում են այնպիսի վիճակում, որ գուցե այս պահին այն իմաստով, որ մեզ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են նրանք կայացրել այդ որոշումը։ Վստահաբար այո, վստահաբար, բայց միշտ չարը, գիտեք, շատ բազմա կողմանի է գործում։ Միշտ չարը գործում է եւ անձի մեջ, եւ անձից դուրս։ Անձի մեջ մարդուն դժտում է տարբեր տեսակի մեղքերի, հանցագործությունների եւ հետո մեկ այլ անձի միջոցով ինքը այդ մարդուն կարող է շանտաժի ենթարկել, հետո օգտվելով տվյալ մարդու մեջ եղած ինչ-որ չափ փառասիրությունից կամ վախերից իրեն դժտել դավաճանության։ Այսպես ասած, մենք շատ հաճախ մարդուն կապում ենք մեղքի հետ եւ մենք դիտարկում ենք մարդուն ու մեղքը մեկ ընդհանուր գործողության, ընդհանուր էության մեջ, բայց դա շատ սխալ մոտեցում է եւ կրոնական եւ քրիստոնեական մոտեցում չի, քանի որ մեզ Քրիստոս պատվիրում է սիրել մեղավորին եւ ապել մեղքը, եւ մեղքը պետք չէ կապել մեղավորի հետ։ Արտաշես Սարգսակի, ես ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ դուք իմ վերջին հաղորդումներում երևի լսած կլինեք, տեսած կլինեք մարդկանց, որոնք ձեզ ցավ են պատճառել, հատկապես իրենց արտահայտած մտքերի համար Միքայել Սրբազանի մասին։ Սրբապիղներին պետք է զրկվի։ Այո, թեկուզ եւ Գյումրու անպայման պետք է հեռացվի։ Դուք որտեղից եք եկել։ Ես Գյումրեցի եմ ու Գյումրեցու հետ թող եմ։ Եղավ Սրբապիղծը ով է, Տիկին ջան։ Սրբապիղ Միքայել Սրբազանը։ Սրբազանը ու իր կողմնակիցները։ Ինձ համար ցավալի է, որ ես ստիպված եմ դա ցույց տալ, ուղղակի դրանք այսպես դրանք կարծում եմ պետք է որ ցուցադրվեին։ Այո, մի կողմից այո, պետք է ցուցադրել, բայց ամեն դեպքում ցավ ապրում ենք իրենց համար, իրականում մեր համար ցավ ապրելու որևէ խնդիր չկա, առավել ևս Սրբազանի համար, իրենք են, որ կործանվում են, իրենք են, որ այդ նողկալի եւ այդ զզվելի հոգեվիճակի մեջ են ապրում, որի մեջ որ ամբողջ աշխարհը կերդոտ է, ամբողջ աշխարհը մեղք է, ամբողջ աշխարհը, չգիտեմ, շատ զզվելի է իրենց աշխարհը
իրենց տեսած աշխարհը եւ այն աշխարհը, որի մեջ որ իրենք են ապրում, իրենց մեղքերի, իրենց զանազան զանցանքների աշտարակման պատճառով, ու քանի որ մարդը միշտ վադաբանում է այլ մարդկանց, իր իսկ մեղքը ավելի ցածրացնելու եւ ավելի թաքցնելու համար, սա է դրդապատճառը մարդու հիմնական, որ փորձում է իր շրջապատում տեսնել իրենից ավելի վադին, քանի որ ինքը գիտի, որ ինքը վադն է, բայց ինքը այդ գիտակցությամբ չի կարող ապրել, ինքը ուզում է հավատալ, որ ինքը միակը չէ, այդ մեղքի մեջ թաղված, շատերն են թաղված եւ նա մանավանդ հոգեվորականները, քանի որ երբ որ ինքը հավատում է, որ հոգեվորականները առավել եւս մեղքի մեջ թաղված են, դրանով ինքը իրեն է արտարացնում, որ թե քանի որ հոգեվորականն է այսպես, բայց ինչքան առավել եւս իրավունք ունեն այս սրիգա մեղքերը, այս վատ արարքները գործելու, եւ այսպիսով մարդը մեղքի պատճառով թունավորում է իր շրջապատը, թունավորում է իր աշխարհայացքը դառնում է կարճ, զզվելի, մարդիկ դառնում են մեղավոր, եւ երբ որ այդ մարդկանց հարցազրույցը դիտում ենք, տեսնում ենք, որ իրանք բոլորի մասին վատ են արտահայտվում, ամեն հոգեվորականների մասին են արտահայտում, որոնց կարծեմ հարցրեցիք էլ, ճանաչում եք, ասում են չէ, եթե չեք ճանաչում, ինչ եք վատ արտահայտվում, սա է հիմնական ասելիքը այս առումով, որ մարդը հակված է չարին ու վատին հավատալու, զուտ իր ներքին մութ եւ չար բաները պատճառաբանելու, ծածկելու համար։ Ես մի հետևություն արեցի, երբ եկեղեցում ինձ ուղղակի շրջապատել էին մարդիկ, որոնք շատ հեռու էին քրիստոնեությունից եւ եկեղեցուց, ես դուրս եկա ու իմ առաջին միտքն այն էր, որ այս անհավատ իրավիճակը, որ մեջ հայտնվել է ընդհանուր առմամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոտը, խոսում են մասին, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին լավ չի աշխատել, հոտը անհավատ է ստացվել, որովհետև ինձ այդպիսին իրենք երևացին, ես վտանգ զգացի եւ անհանգստություն զգացի եւ ուզեցի հեռանալ այդ ինչպես կարող է մարդը փախուստի կարիք զգալ, պարս շատ նույնիսկ միամիտ հարցերի համար ունենալ փախուստի անհրաժեշտություն, դա նշանակում է, որ դու հավատացյալներով չես շրջապատված եւ այդ պահին մեղավորը իմ աչքին հենց հայ առաքելական Սուրբ եկեղեցին էր, որը եւ ուզում եմ հարցնել, ինչու աղանդները շատացան, աղանդավորները, անհավատները, ինչու այս խոսքը չի հնչել, ինչու հայ առաքելական եկեղեցին չի հասել ամեն իր հետևորդին ու չի խոսել նրա հետ, որովհետեւ այս խոսքը լսելով հնարավոր չէ, որ մարդիկ չունենային այդ ակնածանքը, չունենային այդ հավատը, որ կարգը այս եկեղեցին այնքան մաքուր է, բարձր է, պետք է պահել ամեն գնով։ Սկսեմ սկզբից ձեր հարցի, թե մեղադրանք է առաջանում մարդու մեջ եկեղեցու հանդեպ, որ եկեղեցին չի աշխատել։ Այդ նույնն է, ոնց որ մեղադրանք Քրիստոսին, որ ինքն էլ լավ չէր աշխատել, քանի որ վերջը իրեն մեղավորները խաչեցին։ Քրիստոսը 33 տարեկան էր, հայ առաքելական եկեղեցին 1700 տարեկան է, գուցե դա է դա էլ է միամիտ հարց։ Չի աշխատում, այստեղ Քրիստոսն է, իսկ մնացած տարիքը ընդհանրապես աստծո լինելու դեմ ոչինչ էլի տարեթիվը կամ Քրիստոսը այդ ուսմունքը, այդ հավատքը տարածեց աշխարհով մեկ։ Նա լավ էր աշխատել, նրան չենք մեղադրում, մենք մեղադրում ենք մեր հոգևորականները ավելի առույգ պետք է լինեին հոգով, այսինքն շփվեին, շատ շփվեին, միայն պատարակով չէ։ Կպատասխանեմ ձեր հարցին։ Լսում եմ ձեզ։ Լսեք, հա։ Ուրեմն այս առումով օրինակը իզուր չբերեցի, որ Քրիստոսին էլ շատերը դավաճանեցին, Քրիստոսին շատերը չլսեցին, չէ, եւ վերջո խաչեցին։ Բնականաբար այդ խաչող ժողովրդի մեջ, եթե դուք այն ժամանակ այնտեղ լինեիք, կտեսնեիք գրեթե նույն մթնոլորտը, որոնք որ մեղադրում են անտեղի մարդկանց։ Ես դա պատկերացրեցի, այո։ Չարությամբ են լցված, Քրիստոսին բնականաբար զանազան մեղքերի մեջ են մեղադրում,
Եվ պետք է հիշենք ինչի համար Քրիստոսին վերջնական դատապարտման մեղադրանքը որն էր։ Մեղադրանքը սրբապղծությունն էր, որ ասում էին դու քեզ Աստծո որդի ես ներկայացնում եւ դա սրբապղծություն է։ Բնականաբար Սատանան նույն զորությամբ եւ նույն տրամաբանությամբ էլ հիմա է գործում եւ նույնն էլ հիմա հոգեվորականների հանդեպ է, չնայած որ մենք հոգեվորականներս ընդհանրապես Աստծո հետ երբեք ու երբեք համեմատվելու եզր մենք չենք գտնում, իրականում մենք մեղավոր մարդիկ ենք, բայց մեզ համեմատում են հենց չարի խաբկանքին տրվող մարդիկ եւ մեզ, այսպես ասած, շատ հաճախ մեզանից պահանջում են այնպիսի առաքինություններ, որոնք որ միայն Աստծո որդին կարող է ունենալ։ Բայց այս առաջին մասը հարցի, հաջորդը թե ինչու է եկեղեցին չի հաջողել շատ բաներում, խնդիրը հալածանքների մեջ է, այո, քանի որ եկեղեցին պետք է մենք հասկանանք, թե ինչ պատմություն է անցել եւ ինչպիսի տառապանքների, զրկանքների միջով է այսօրվան հասել, նախ թուրքական ցեղասպանության ժամանակները, երբ որ հազարավոր հոգևորականներ պարզապես մահապատժի ենթարկվեցին, սպանվեցին, հազարավոր վանքեր ու եկեղեցիներ թալանվեցին եւ քանդվեցին։ Այդ ամեն ինչը չէ որ վերջի վերջո ինչ էր, այդ ամեն ինչը այն ավանդներ, այն հարստություններ հոգևոր մշակութային, որը որ պետք է փոխանցվեր մեր հետագա սերունդներին եւ այդ ամեն ինչից զրկվեց մեր երկիրը, մեր ազգը, որովհետեւ կործանվեց այդ ամենը եւ կործանվեց չարի սատանայի ձեռքով։ Այսինքն հետևողականությունը չպահպանվեց, հա, ուզում եք ասել։ Վերջին 70 տարի եկեղեցին չկարողացավ աշխատել մարդկանց հետ։ Հա, պատկերացրեք, եթե ինչ որ մի շինություն ես կառուցում եւ կառուցելու ընթացքում ինչ որ մարդիկ գալիս ու քանդում են։ Դու ստիպված նորից զրոյից սկսում ես կառուցել, նորից են քանդում։ Նորից ես սկսում կառուցել, նորից են քանդում, հասկանում եք, ու եկեղեցու հետ կապված երբ որ մենք այդ մտքերն ունենում ենք, մենք պետք է նաեւ հետադարձ պատմությանը նայենք եւ հասկանանք, որ այնքան էլ արտաշ չէ եկեղեցուն եւ հոգեվորականներին մեղադրել, քանի որ ինչերի միջով են անցել եւ ինագարի ունենալով, հա, նայեք հետո Ես դրա համար ներողություն եմ խնդրում։ Ուղղակի այդ իրավիճակը այդպիսին էր, մարդ չպետք է իրեն վտանգված զգա եկեղեցու հենց ներսում մարդկանց կողմից, ովքեր պատարագի են եկել։ այդ խնդիրը ավելի շատ երևի այն մարդկանց մեջ է, ովքեր որ կարծում են, որ գնացել են պատարագի եկած մարդկանց մեջ։ Իրականում այդ մարդիկ պատարագի չեն եկել, մախոտելու չեն եկել եւ եթե այդ առումով ես նայում, բնական է եւ պետք է այդպես նայել հարցին։ Կտրիչը կաթողիկոս չէ։ Մարդիկ չեն եկել աղոթելու պարզապես եւ մենք շատերս գիտենք, թե ինչպես են այնտեղ մարդիկ գալիս, ինչ դժտապատճառներով են գալիս։ Ես ուղղակի այդ մտքին չէի եկել, որ այո, ես եկեղեցու տարածքում եմ, ես պատարագի չէի եկել, այո, ես աշխատում էի, ես իրավիճակն էի ներկայացնում, այդ բացառիկ պատարագ էր եւ ուներ լրատվական, այսպես ասած, ինֆորմացիոն առիթ էր։ Ես ինքս գտնվում էի աշխատանքի վայրում, բայց մարդիկ, ովքեր ինձ շրջապատում էին, նրանք էլ չէին եկել պատարագի։ Նրանք էլ էին աշխատանքի վայրում։ Եվ ուղղակի մեր աշխատանքի վայրը այդ օրը Սուրբ 7 վերք եկեղեցին էր։ Այո, մի տարբերությամբ, որ ես դրա համար ցավ էի ապրում, իսկ իրենք ցավ էին պատճառում։ Պարզապես իրենք ինչ որ քաղաքական միջոցառումներ են անցկացնում, դրա համար չնախատեսված վայրում, որը եկեղեցին է։ Ցավոք սրտի այդ բանին դիմում են ուժային կառույցների, զանազան պաշտոնական լիազորությունների քարոզանամբ ուժային կառույցներից, ասենք Գյումրիի ուժային կառույցներից մարդիկ, ովքեր
կանգնած են այդ մասնակցում են այդ ձեզ եղել են մարդիկ, որ մոտեցել են թեկուս այսպես ծպտյալ մոտեցել են եւ ասել են, որ իրենք կուզեին չկատարել այդ դերը։ Հենց ոստիկաններից Դե իհարկե մարդիկ դժգոհ են, այնպես չի որ իհարկե բոլորն էլ դժգոհ են, ես խոսել եմ բոլորի հետ էլ այսպես այս կամ այն չափով ու բնավ պարտադիր չէ որ ինձ ծանոթ մարդիկ լինեն, մենք տեսնում ենք մարդիկ ինչ դժգոհությամբ են գալիս եւ իրենք էլ են վատ զգում իրենց արարքի համար, այդ մեղքի զգացողությունն էլ եմ նկատում մարդկանց մոտ, այդ հոգնած վիճակն էլ եմ նկատում, որ արդեն զզվել են, այսպես ասած։ դուք աղոթում եք նրանց համար։ Իհարկե աղոթում ենք եւ մենք ուզում ենք ասել, որ իրենք էլ են մեր հավատավոր զավակները, իրենք էլ են մեր հոդի անդամները, որոնց որ շատ սիրում ենք, գնահատում ենք, հարգում ենք եւ իրենց մեջ էլ ցավոք սրտի, բայց շատ քչերը կան, որ կարելի է ասել ընտրել են այդ դավաճանության ճանապարհը եւ աներերում գնում են այդ դավաճանության ճանապարհով հիմնական մեծամասնությունը ասեմ ձեզ որ իրոք մեզանից մեկն են այսպես ասեմ ճիշտ է մենք հաջող ունենում ենք մտքեր որ ինչու չեն թողնում իրենց պաշտոնը ինչու չեն դուրս գալիս չէ որ տեսնում են այո որ ինչ հալածանքներ են գործում եկեղեցու սրբությունների հանդեպ բայց ամեն դեպքում մարդկային տգարություններ են եւ չեն կարող բոլորից նույն ուժը, նույն ուժականությունը պահանջել ամեն մարդ չի որ կարող է իր մեջ այդ կոպիտ ասած ուժը գտնել, տղամարդկությունը գտնել, տարբեր ինչ որ հատկություններ գտնել եւ դրսեւորել շատերը մանավանդ շատերը ցավոք սրտի ինչ որ կարիքների մեջ են եւ ֆիզիկական եւ գումարային սոցիալական ծանր վիճակների մեջ են եւ մեկը հիվանդ ծնող ունի, մեկը հիվանդ երեխա ունի, հասկանում եք, մեկը ինչ որ վարկերի մեջ է ընկել, հետո հայտնվում են մի գերության մեջ եւ այդ գերության միջից ազատման ինչ որ ձև չեն գտնում եւ ես կարծում եմ այս տրամաբանությամբ պետք է ինչ որ չափով հասկանալ իրենց, որ իրոք ծանր Այսինքն հոգու խորքում նրանք կուզեին չլինելը այդտեղ եւ դա նշանակում է որ երբ մարդ հայտնվում է այնպիսի տեղ որտեղ չէր ուզի լինել նաեւս պոտենցիալ մարդ է որը կփախչի այդ տեղից որտեղ վտանգված է իր արժանապատվությունը այո իրենք էլ չեն ուզի հաստատ այդ ամենը ինչ որ կատարվում է չեն ուզի եւ դա ակնհայտ է Գիտեք, ես հենց այնտեղ նայելով նրանց դեմքերին, այդպիսի հատված կա, որ ես հենց տեղում եմ, չէ որ այո ամբողջ իմ խոսքը հենց տեղում է հնչում, ինչ որ ես զգում եմ, մտածում եմ, եւ այդպիսի մի հատված կա, որտեղ ես հենց դրա մասին եմ խոսում, որ ես կարող եմ ասել, որ այս ոստիկաններից շատերը հատուկ այսպես Գիտեք, ինչպիսի հայացքով են նայում, ինձ թվում է, որ նրանք կուզեին լինել ոչ թե ոստիկան, այլ այս ամենի մասին, այս ամենի իրական պատկերը ներկայացնող մարդիկ, եւ թող Աստված բարեհաճ գտնվի նրանց նկատմամբ։ Շատ լավ նկատել եք եւ շատ ճիշտ նկարագրություն էր։ Երևի շատերը ինչ որ չափով կուզեին կամ կերազեն ավելի ազատ լինել։ Այդ մարդիկ էլ ունեն կրոնական զգացմունքներ, իրանք էլ ունեն հոգեվոր խոսքի, հոգեվոր կյանքի պահանջ, որից որ ցավոք սրտի զրկված են եւ զրկված են քաղաքական իշխանության պատճառով մենք ունենք մի իշխանություն, որը հրամաններ է տալիս, որը հագասում է հրամանները կատարողների կրոնական զգացմունքներին եւ մարդիկ պարզապես չգիտեն ինչ անել, շատ հաճախ ենթարկվում են այդ հրամաններին, բայց իրենց հոգու մեջ կոնֆլիկտ են ունենում եւ չեն պատկերացնում ինչպես դուրս գալ այդ իրավիճակից։ Շատերը վստահ են գտնվում եկեղեցի կողմը։ Ես ենթադրում եմ, որ կան ոստիկաններ, որ հետո արդեն քաղաքացիական հագուստով մոտենում են եւ ապաշխարում են։ Այո, իհարկե կան եւ մենք ինչ որ չափով պետք է իրենց ոչ թե որպես ագրեսոր դիտենք, այլ որպես զոհ եւ եթե ուզում եք իմանալ իրենք առաջի զոհերն են, որից հետո երկրորդ զոհերը նոր արդեն հոգեվորականները, որոնք որ այսպես ասած իրենց կարգավորված
բնականաբար իրենք շատ ծանր իրավիճակի մեջ են, երբ իրենք իրենց սկզբունքներին հակառակ քայլեր են ստիպված կատարել։ Պատկերացրեք, մենք հիմա շատ ավելի խաղաղ ենք, իրականում շատ ավելի հանգիստ է մեր հոգեվիճակը, քանի որ մենք գիտենք, որ մենք սխալ բան չենք անում, մենք Աստծո թշնամու կողմը չենք բռնել, եւ հակառակ մենք Աստծո կողմն ենք եւ Աստծո հետ ենք, չնայած մեր մեղավոր անձ լինելով, Աստված մեզ շնորհ է արել, որպեսզի մենք կարողանանք իր համար ինչ-որ չափով տառապել, եւ այստեղ հիշում եմ մի հատ շատ լավ խոսք Դոստոևսկուց, որ ասում է, ես վախենում եմ իմ տառապանքներին արժանի չլինելուց։ Այս տառապանքները, որը մոր հասել են այս բաժին, իրապես մենք շատերս արժանի չենք դրական իմաստով, որ այդ տառապանքները, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է անցել դրանց միջով, մենք էլ ենք անցնում, մենք մեղավոր մարդիկ ենք եւ մենք մեզ անարժան ենք համարում նույնիսկ այս տառապանքներին, որոնցով որ մակրվում ենք իրականում։ Ասում է իր աշակերտին, պետք չունես նույն ճանապարհ անցնելու, ինչով որ ես անցա, ընկնելով, կանգնելով, հալածելով եւ հետո հալածվելով։ Ուրեմն այս խոսքը կուզենամ բերել օրինակ մեր Սուրբ Հայրերից, որ մարդը ազատ պիտի լինի երկրորդական հարցերում, միավորված պիտի լինի առաջնային հարցերում եւ սեր պիտի լինի ամեն բոլոր հարցերում։ Եվ այս սերը կփրկի մեր եւ աշխարհը, մեր երկիրը եւ կարծում եմ սերն է միակ ճանապարհը, իրական սերը, Քրիստոսի սերը, որով որ մենք պետք է սիրենք միմյանց եւ որով որ մենք կկարողանանք հաղթահարել այս դժվարությունը, այլ տարբերակ պարզապես չկա։ Շնորհակալություն պատասխանների համար։ Ես զրուցում էի Միքայել Սրբազանի եղբորորդու Արտաշես Սարգսակի հետ։ Ես էլ եմ շնորհակալ։